Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատեմ ես, Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ, որ մեզ կարող եք ունկնդրել նաև armradio.am կայքի on-line ռեժիմով, տեսագրություն ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ միացեք մեր Facebook-յան հարթակին, այնտեղ եւս մեզ կգտնեք, դրա համար պետք է մտնեք հայտարարված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջը։ Մեկնաբանություններում կարող եք հարցեր եւ դիտարկումներ թողնել, ես միշտ խնդրում եմ հյուրերին հետո հետադարձ կապով որևէ կերպ անդրադառնալ, եթե դրանք եւս հետաքրքիր ու արդիական են։ Իսկ մենք այսօր զրուցելու ենք մազահեռացման մեթոդների մասնագետ, բուժական կոսմետոլոգ Անահիտ Հարությունյանի հետ։ Ողջույն Անահիտ։ Ողջույն Լիզա։ Հաճելի է ըստ ավանդույթի արդեն մեզ մոտ ձևավորված յուրաքանչյուր ամառ անդրադառնալ մազահեռացման բոլոր հնարավոր մեթոդներին, որ գործում են ներկայում եւ քննարկել, որոնք են դրանցից ամենաարդյունավետները, ինչու ոչ նաեւ վնասներ, եթե դրանք ունեն, որոնք են ամենաարագը, ամենանորաձևը, պահանջվածը, ռիսկերը եւ մոլորությունները, մի խոսքով այն ամեն ինչ պետք է իմանալ մազահեռացման վերաբերյալ։ Այսօր մենք կքննարկենք, այնպես որ մնացեք մեզ հետ, որովհետեւ ամառ է եւ բաց մաշկը հիմա անխուսափելի է։ Եվ այսպես, նախ երևի սկսեմ ամենահիմա արդիական մեթոդից։ Մեթոդները շատ են, բայց միշտ որևէ տարում, չգիտեմ, հաղթում է երևի մեթոդներից մեկը, որը կգնահատեիք ըստ ձեր փորձառության ամենանորաձևը։ Ամենանորաձևը այս պահին լազերային էպիլյացիան է, որովհետև արագ է, շատ ցավոտ չի, իսկ այսօր մարդիկ շտապում են, ժամանակի խնդիր ունեն, բնականաբար օգտվում են հենց լազերային լուսային էպիլյացիաների տարբեր տեսակներ, որովհետև դիոդային, ալեքսանդրիտային, էլոս տարբեր տեսակներ կան, ըստ մասնագետի առաջարկի։ Բայց մեծամասնությունը ամբողջ աշխարհում օգտվում է լուսային էպիլյացիաներից, որովհետև արագ է, ամենակարևորը։ Փաստորեն այս բոլոր տեսակները մտնում են լազերային էպիլյացիա կոչված այդ մեթոդի խմբի մեջ։ Երբեմն մարդիկ շփոթում են, ասում են, սա էս ուրիշ մեթոդով է աշխատում, նա բոլորովին այլ տրամաբանությամբ է աշխատում։ Կարող եք նշել օրինակ Ալեքսանդրիտի ու Ալեքսանդրիտի մյուսը կներեք, որ ասացիք դիոդայինը եւ էլոսը, սրանց մեջ ինչ տրամաբանական տարբերություն կա։ Բոլորը կոչվում են լուսային էպիլյացիաներ, իրանք այդ շարքին են դասվում։ Լազերի արտանետման հեռավորությունը նանոմետրերի հիմնականում դրա վրա է թիրախավորված, որը քանի նանոմետր հեռավորության վրա է ազդում։ Դիոդայինը ավելի ցրված լույս է, քան Ալեքսանդրիտը, եթե սխալ չեմ մնում։ Էլոսը ավելի ցրված է, մակերեսն է մեծ, կետային լայն տարածքի վրա է ազդում իր լույսը, քան օրինակ ներողություն էլոսը եւ դիոդային Ալեքսանդրիտային տարբերվում են, որ մեկը լույսը ցրված է, մյուսը կետային է։ Այսպես են մեկնաբանում, որ ավելի քիչ հյուսվածքներ է վնասվում, որը որ կետային է, հա։ Այսինքն Ալեքսանդրիտը գլխիկները տարբեր են լինում։ Եթե ովքեր որ հաճախ օգտվում են, կնկատեն, որ էլոս սակա ինքը դարբեր իլայթ է կոչվում։ Իլայթը նույն էլոսն է։ Ինքը իրականում իլայթ է կոչվում։ Բայց բոլորս էլոս գիտենք իրեն։ Տակդիրները պամպերսա մնասել, նման ձևով ասում ենք էլոս, հա, ինքը նույն իլայթն է։ Ովքեր որ հաճախ օգտվում են, կնկատեն, որ գլխիկները ավելի լայն են ու լույսը ցրվում է ավելի մեծ հատվածի վրա։ Իսկ դիոդային եւ Ալեքսանդրիտային մազահեռացումների գլխիկները ավելի նեղ են ու լույսը ավելի նեղ հատվածի վրա է աշխատում, կոնկրետ, այսպես ասում, կոնկրետ մազա թիրախավորվում, հա, կոնկրետ հատված։ Այդ դեպքում կողքի հյուսվածքները վնասելու հավանականությունը ավելի քիչ է։ Դրա համար են ասում, որ էլոս չարժե անել, հա,
որովհետև մի պահ շատ նորաձև էր եւ տարածվեց, հետո շատերից նաեւ համացանցում, նաեւ մասնագիտական հարթակներում սկսեցի անձամբ ես նկատել, որ Էլոսը այդքան արդյունավետ չէ եւ նախընտրեք կամ դիոդը կամ Ալեքսանդրիտը, այստեղ այդ տրամաբանությունն է աշխատում, հա, հյուսվածքների վնասելու։ Ինչ որ չափով այո, բայց եթե անկեղծ ասենք, այստեղ մի քիչ մարքեթինգային հնարքեր այն առումով, ովքեր որ սարքը որ օգտագործում են, հիմնականում գովազդում են այդ սարքը։ Եվ այդ սարքերը գնային առումով ավելի մատչելի է։ Շատ մասնագետներ իրենց կարող են թույլ տալ ձեռք բերել։ Իսկ լազերային լիցենզավորված սարքավորումները ավելի թանկ են։ Որոնք որ լիցենզավորված են, օրիգինալ են, ավելին ես ինչքան գիտեմ, միայն լիցենզավորված կենտրոնները կարող են իրենց թույլ տալ նման սարքեր ձեռք բերելու։ Այսինքն նաև պետությունից կամ ինչ-որ կառույցից պետք է թույլտվություն ստանալ, հա, սերտիֆիկատ կամ նման ինչ-որ բան։ Աշխարհի բոլոր լազերային սարքերը, որոնք որ լազերից են կազմված, Ամերիկայում ըստ օրենքի պետք է լիցենզավորվեն յուրաքանչյուր լազերով սարք։ Նույնը էպիլյացիային է վերաբերվում։ Բոլոր քաղաքներում, բոլոր երկրներում կան կենտրոններ, ովքեր օգտվում են սև խանութներից, այդ ձև ասենք, հա։ Սև շուկա։ Հա, այդ ձև, որտեղ ավելի էժան են։ Այսպես ասած, ոնց որ չինական կոպիա։ Կրկնօրինակ են fake սպառերով։ Հա, չինական կրկնօրինակ, որովհետև նույն թանկարժեք լիցենզավորված սարքավորումների կրկնօրինակները շատ կան։ Այդ շուկան մի քիչ ինքան խառն է, այսպես է ստացվում, որ ովքեր ունեն հնարավորություն դեռ են բերում շատ թանկ լիցենզավորված սարք ու հիմնականում լիցենզավորված կենտրոններ, որովհետև դու պետքա ցույց տաս, որ կլինիկանա, լիցենզիան, հա, որպեսզի վաճառեն։ Օրինակ կոնկրետ այստեղ օրինակը բերեմ ավելի հասկանալի լինի, ասեղային էպիլյացիայի սարքավորումները եվրոպական երկրներում, Ամերիկայում, Կանադայում ձեռք բերելու համար պետք է կամ անպայման իրենց մոտ կրթություն ստանաս, որ սարքը քեզ վաճառեն, կամ պետք է ունենաս լիցենզիա կամ բժշկական կրթություն կախված տվյալ երկրից։ Բայց Հայաստանում, Ռուսաստանում վաճառքը ազատ է, ով ուզում է կարող է ձեռք բերել։ Փաստորեն միգուցե սրանով է պայմանավորված անարդյունավետ ճակերտավոր էլոսը, անարդյունավետ ասեղային էպիլյացիան, որ գնացի, քանի ամիս, տարի, քանի շերտ լսում ենք էլի, ասած արեցի օրինակ ասեղային էպիլյացիա, վերքեր մնացին, պիգմենտներ առաջացան, բայց մազը այդպես էլ չվերացավ։ Այսպիսի դեպքեր մենք հիմա շատ ենք վկա լինում։ Ես չեմ կապում սարքավորումների հետ, ես կապում եմ գիտելիքի հետ։ Լավ, այդ դեպքում ինչ գիտելիքի պակաս ունեն մասնագետները, եթե չի ազդում մեթոդը։ Ցավոք սրտի, այսօր Հայաստանում, կոնկրետ Հայաստանի վրա օրինակը բերեմ, չկան դպրոցներ մազահեռացման, որտեղ են սովորում մասնագետները։ Այն կենտրոններում, որտեղ որ վաճառվում է սարքը։ Իսկ նման տեղեր շատ մակերեսային ուսուցումը։ Ներողություն եմ խնդրում, եթե ես գրագետ հայերենով չեմ խոսում, պարզապես ես փորձում եմ մասնագիտական ինֆորմացիան տալ։ Այո, կարևոր դա է։ Այն կենտրոններում, որտեղ որ սարքը վաճառվում է, ես ունեցել եմ մասնագետ Էլոս, ով հաճախորդ է եղել ասեղային էպիլյացիայի, ամբողջ մարմինը ասեղային էպիլյացիային կանում։ Երբ որ ես հարցրեցի ինչու եք դուք ձեր դեմքը Էլոս արել, ինձ ասում գիտեք, երբ որ ես սարքը գնում էի, ինձ ասել են, այս սարքը այնքան լավն է, բազմաֆունկցիոնալ է, որ մենք կարող ենք նույնիսկ դեմքի մազերից ազատվել։ Ես հավատացել ու փորձել եմ ու արդյունքում ունեցել է ավելի շատ մազեր, քան սկզբանե ուներ։ Ինչի եմ սա պատմում, որովհետև մարդիկ վստահում են նման շուկային, նման խանութներին, որտեղ որ վաճառում են, իրանց ասում են, գիտեք, այս սարքը այս հնարավորությունները ունի։ Դե բնականաբար վստահելու են ու արդյունքում սխալ կիսատ-պրատ գիտելիք է ստացվում։ Չեն կենտրոնանում մազի կառուցվածքը, մաշկի կառուցվածքը, մազի աճի փուլերը ամենակարևորներից մեկը, ինչով որ պայմանավորված է, թե ինչ ինտերվալով անել տվյալ մազահեռացումը, մազի տեսակները, որ մենք ունենք իցնե աղբամազեր, ունենք թաղանթային մազեր, ունենք տերմինալ մազեր, որոնք մարմնի տարբեր հատվածներում եւ այլն, այսինքն նման խորացված գիտելիք չեն ստանում, մակերեսային տվյալ
ինչպես որ ասում են սեմինարներ, հա, նման ֆորմատի կարճ դասընթացներ, արդյունքում կիսատ պրատ են աշխատում։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Ցանկացած մասնագետ կարողանում է ասի, սա իմ տեխնիկան է։ Յուրահատուկ մեթոդ է, հա, հատուկ մեթոդով ենք անում։ Մեզ սարքը շատ լավն է, բայց ոչ մեկ չի բարձրաձայնում։ Ես ունեմ գիտելիք։ Ես լավ տիրապետում եմ, ոչ մեկ դրա մասին միայն գովազդում եմ, այս սարքով եմ աշխատում, այս սարքով եմ աշխատում, այս նյութով եմ աշխատում, բայց չի ասում, ես այս գիտելիքը ունեմ։ Ես կարող եմ ինձ թույլ տալ նման տեսակի մազերի հետ այս տեխնիկայով աշխատել։ Դուք նշեցիք, որ մենք մեր ամբողջ մարմնի վրա ունենք տարբեր տեսակի մազեր, կարող եք նշել, որոնք են ամենաբարդը վերանում, երկար տանջանքների ենթարկում, այսպես ասած մարդուն, ինչպես հորմոնալ մազերը։ Լավ, ինչն է նրանց խնդիրը, ինչ կառուցվածքով են տարբերվում։ Մենք երբ որ արդեն ներարգանդային կյանքում ենք լինում, հենց այդ ժամանակից հստակ քանակությամբ մազեր ունենք։ Մեր կյանքի ընթացքում այդ մազերը երբեք չեն ավելանում, ծնվելուց հետո։ Ահա։ Սափրենք։ Տակշքիր է սա իմանալ, չպիտի ըստ էության ավելանան, հա։ Սափրենք, լուսային օգտագործենք, ինչ էլ օգտագործենք, մեր մազերը երբեք չեն շատանում։ Մենք ունենք այն մազերը, ինչ ի սկզբանե ներարգանդային կյանքում արդեն ձևավորվում են այդ մազերը։ Ուղղակի ըստ տարիքի հիմնականում դեռահասության տարիքում, երբ որ սկսում են ձևավորվել հորմոնները, հիմնականում անդրոգեն հորմոնները իր տեսակներով, հա, ձևավորվում են աղջիկների մոտ, աղջիկների տիպի մազեր են ձևավորվում, տղաների մոտ, տղաների ըստ հորմոնների քանակությամբ, հա, ես քանակ չգիտեմ, չեմ կարող ֆիքսել, բայց ըստ տվյալ օրգանիզմի անհատականության, երբ որ աղջիկների մոտ անդրոգեն հորմոնները, տղամարդկային հորմոնները, երբ որ աղջիկների մոտ անդրոգենը ըստ նորմայի գերազանցում է, արդեն ունենում ենք տղամարդկային տիպի մազեր։ Դրանք որոնք են։ Դեմքի հատվածի մազերը, մեջքի հատվածի մազերը, որոնք որ աղջիկների մոտ չկան, նորմալ չեն, բայց տղաների մոտ նորմալ են։ Դրա համար իրենք ասում ենք նաև տղամարդկային տիպի մազեր։ Ու սրանք են հենց հորմոնալ, այսպես կոչված մազերը համարվում։ Նայեք, այստեղ մի փոքր շարունակեմ հարցին պատասխանեմ։ Երբ որ հասունացման տարիքում մենք նորմայի մեջ ունենում ենք մազեր, փոփոխվում են թե վատակի, ցայրքի, ոտքերի, ձեռքերի մազեր, բոլորը արդեն գիտեն։ Բայց մենք ունենք հիպերտրիխոզ հիվանդություն, իրան այդպես չեն ասում, կա հիրսուտիզմ, հա, կա հիպերտրիխոզ։ Շատ ժամանակ շփոթում են, հիրսուտիզմը հիվանդություն է, այսինքն էլի հորմոնների հետ կապված, իսկ հիպերտրիխոզ հիվանդություն չէ, դա ուղղակի գենետիկորեն փոխանցվող խնդիր է, այդպես կարանք ասենք, որը բուժման ենթակա չէ։ Ուղղակի մազահեռացման մեթոդով կարող ենք ազատվել նման մազեր։ Հենց այդ տիպի մազերն են, որ հորմոնալ մազեր են կոչվում։ Ու նույնը նաև հիրսուտիզմ։ Իրենք, երբ կատարում ենք մազահեռացում, սովորական մազերը ենթադրենք 7-ից 12 այցում կարող ենք ազատվել, նման տեսակի մազերը հնարավոր է ազատվել 15, 16, 17-րդ այցում։ Եվ քանակի առումով, նայած ինչ մազահեռացման տեսակի, հա, հաստության, մաքրության, արմատի խորության եւ իր տեսակով, որովհետեւ հորմոնալ մազերը հիմնականում աճում են հորմոնների ազդեցության տակ։ Եթե կա հորմոնալ խնդիրը մինչև չբուժվի, մազերը անընդհատ աճելու են։ Հորմոնները դրդում են, մասնագիտորեն չասեմ, խթանում են աճը, հորմոնները դրդում են, մազերը աճում են ավելի հաստ։ Լավ։ Այսինքն մենք բոլոր մազերը ինչ ունենք թաղանթային բարակ մազիկներ։ Համեմատում են դեմքը դեղցի հետ, հա, դեղցի վրա ասենք մենք ունենք նման մազ։ Հորմոնների ազդեցության տակ նման մազերը վերածվում են ավելի հաստ նկատելի մազերի։ Իսկ Անահիտ, եթե խոսենք մարմնի հատվածների մասին, այստեղ ամենադժվար վերացող մազերը որ հատվածում են մեր մարմնի։ Եթե օրինակ անձը ունի հորմոնալ որևէ խնդիր, դիտարկում ենք այլ հավասար պայմաններում, ամեն ինչ նորմալ է եւ պետք է մազահեռացում անենք, ամենալավը մազահեռացմանը որ մազերն են տրվում, որ հատվածի։ Որ մազահեռացման տեսակի տարբեր լուսայինի դեպքում ուրիշը,
Ասեղանի դեպքում լավ, այդ դեպքում հասկանանք ասեղայինով ամենաարդյունավետը որ մասն է արվում, հիմա ուղղորդելով մեզ ունկնդրողներին, որ միգուցե իրենք այդ հատվածի համար դիմեն հենց այդ մեթոդին եւ մարմնին անդրադառնանք։ Հարցը շատ լավն էր այն առումով, որ շատ մարդիկ մտածում են ասեղային էպիլյացիա մարմնի հատվածում, քանի որ հարցը ամբողջ մարմնին էր վերաբերում, օй, շատ ժամանակատար է, շատ ցավոտ կլինի, բայց եկեք ուրախացնեմ ձեզ, որ հնարավոր է մարմնի հատվածում ասեղային էպիլյացիա կատարվի 5-ից 6 անգամ նույն հատվածում, նույնիսկ 3-ից 4 անգամ նույն հատվածում, ու մազերը այլևս չաճեն։ Ի տարբերություն լազերայինի, որ պետք է 1-ից 2 տարի ժամանակ, այսինքն ամենակիչը 7-ից 15 այդ մեծ մասամբ լինում են դեպքեր, որ ավելի շուտ են լինում արդյունքները։ Այսինքն օրինակ որովայնի հատվածում, մեջքի հատվածում, նույն ձեռքի հատվածում, ոտքի կարող ենք անել ոչ թե յուրաքանչյուր ամիսը 1, այլ 2-ից 3 ամիսը 1։ Թողնում ենք բոլոր մազերը աճում են ու կատարվում է 2-ից 3 ամիսը 1, հնարավոր է 3-4-5 այցով այլևս մազերը չաճեն։ Ի տարբերություն լուսայինի, այսինքն ամբողջ կյանք այլևս չաճեն իրենք։ Սա ասեղայինի արդյունավետությունն է։ Այո, ու համեմատության համար ասեմ, քանի որ ես մեծ մասամբ հենց ասեղային եմ անում, վերին շրթունքի հատվածում մեկ ոտքի միջև ծնկ հատվածում նույն քանակության մազեր են համարյա։ Այստեղ խտությունն է փաստորեն։ Այո, մարդիկ մտածում են, եթե տարածքը մեծ է, մազերը շատ են, ժամանակը շատ է, բայց իրականում եթե ամբողջությամբ ազատվեն, երկու հատվածում էլ նույն քանակության մազեր են։ Փաստորեն ասեղայինը միայն դեմքի համար չէ եւ կարելի է տարբեր մարմնի հատվածներում կիրառել ու լավ էֆեկտ ստանալ, իսկ ինչ կասեք լազերի ու դեմքի հարաբերությունների մասին, այստեղ ճիշտն ասած ես հիշում եմ վերջերս հարցում էի արել եւ ինձ հարցեր էին ուղում, արդյոք դեմքը արժե անել ալեքսանդրիտով կամ դիոդով, ու վիճաբանությունը մեծ էր, ճիշտն ասած, այլ մասնագետների արձագանքներ իհարկե կարելի է, ես իմ գիտելիքների բագաժով, այսպես ասած, մտածում էի, որ չի կարելի ու մի խոսքով քննարկումը երկարեց։ Ինչ կասեք դուք ձեր փորձառությամբ կամ անձնական կարծիքով, մասնագիտական կարծիքով։ Ես X թվեր ասեմ, հստակ թվեր չասեմ, օրինակ 100-ից 3-4-ի դեպքում հնարավոր է դեմքի հատվածում ունենալ արդյունք, հատկապես ականջների մոտ հատվածում, որտեղ մազերը հաստ են, ովքեր ունեն հիպերտրիխոզ, ովքեր գենետիկորեն ունեն խորը արմատներ, մուգ գույնի մազեր, բայց դա շատ քիչ են։ Մարդիկ հիմնվում են այդ մի քանի լավ արդյունքի վրա ու համատարած բոլորին անում են դեմքի լուսային էպիլյացիաներ, ու ես դա հիմք չեմ համարում ասել, որ արդյունավետ է, որովհետև լազերային էպիլյացիայից հետո մեծ մասամբ մազերը քնում են։ Ինչ որ ժամանակ հետո, հնարավոր է հղիության ընթացքում, հնարավոր է ծննդաբերությունից հետո, հնարավոր է օրգանիզմում որևէ հորմոնալ փոփոխության արդյունքում իրանք նորից ակտիվանան։ Այսինքն ես դեմքային հատվածը չեմ համարում, որ գնալ այդ ռիսկին, որ անենք 1 տարի, ծախսենք գումար, ժամանակ, մեկ էլ ինչ որ հանկարծակի պահի սյուրպրիզ ունենանք, մազերը սկսեն հետ աճել։ Եթե արդյունք կա, բայց ցավոք սրտի եւ մասնագետների սխալ աշխատանքի պատճառով եւ մարդկանց ստիպելու, որովհետեւ մարդիկ ասում են ինձ հաճախորդը ստիպում է, ես համաձայն եմ, դուք արեք։ Դա էլ է նպաստում։ Ունենք այսօր այն խնդիրը, որ 100-ից 70 ունի ավելորդ մազեր փոխարենը, որ պետք է մազերը պակասեին։ Հասկանալի։ Ինձ մի անգամ ասեղային էպիլյացիայի մասնագետներից մեկը ասում է, ինչի՞ է այդքան մարդկանց ուղղորդում, որ չանեն։ Թող անեն, հետո կգան, մենք գումար կաշխատենք։ Ցավոք սրտի այսօր տենց է։ Ոչ թե մարդիկ ազատվում են մեծամասնություն ուղակի մազերից, իրենց բնական, այլ լուսային էպիլյացիաներից հետո ավելի շատ աճած մազերից, մեծամասնությունը, չեմ ասում բոլորը։ Ու Ռուսաստանում, քանի որ մարդիկ ունեն ավելի բաց գույնի մազեր, քան հայերը, այնտեղ շատ տարածված է մարմնի հատվածում ասեղային էպիլյացիա անելը ի սկզբանե, որովհետև լազերը չի աշխատում, չի տեսնում այդ մազերը։ Այո, ես ունեցել եմ 2-3 հաճախորդ, ովքեր հենց լազերային էպիլյացիայի կենտրոնի
ադմինիստրատորն ադմինիստրատիվ աշխատակիցներ։ Հա, այսինքն իրանք արդեն գիտակցված են մոտենում, գիտեն, որ իրենց դեպքում արդյունավետ չի, մասնագետներ կան, որ հստակ խորհուրդ են տալիս, որ չի կարելի անել։ Բայց էլի եմ բանում ասել, որ չի կարելի, արդյունավետ չի, ես չեմ համարում ճիշտ։ Ասել, որ արդյունավետ է դեմքի հատվածում, էլի ճիշտ չի, պետք է կատարվի մանրամասն խորհրդատվություն։ Դա է ամենակարևորը, որ հիմնականում շատ կենտրոններում չի կատարվում։ Երբ նկատվել մազերը, գեներում ինչ խնդիրներ կան, ինչ տեղանյութեր է օգտագործվում, առողջական խնդիրներ ունի թե չէ, լիքը հարցեր, հա, մազերը նկատելուց հետո ինչ մեթոդներից է օգտվել, լիքը հարցեր, որոնք պետք է պատասխանат, ըստ դրա հաճախորդի հետ քննարկվի, որ դեպքում ինչ արդյունքներ ենք նկատելու, ինչ ինտերվալով է կատարվելու, ինչքան ժամանակից հետո ինչ սպասենք։ Իդեպ լուսային տարբերակով այ Ալեքսանդրիտը դիոդը էլոսը քանի օրը մեկ է խորհրդվում կրկնել պրոցեդուրան, դուք ասացիք, որ միգուցե տարի ու կես տևի, այդ տարի ու կեսի ընթացքում ինչ հաճախականություն է ցուցված։ Ես եթե անկեղծ ասեմ, ինձ էլ այդ հարցը հետաքրում է, ինչու են էլոս էպիլյացիայի մասնագետները յուրաքանչյուր 20 օրը մեկ անում, լազեր Ալեքսանդրիտը 40 օրը մեկ անում, դիոդը 30, հա, կարծեմ, հա։ Որովհետև ես անձամբ չեմ աշխատում, շատ շուտ եմ աշխատել, հիմա լազերային էպիլյացիա ուսումնասիրում եմ, կարդում եմ, դեռ սովորելու փուլի մեջ եմ, չեմ կարող ինձ թույլ տալ ավելին ասել, որովհետև ես ամբողջությամբ չեմ տիրապետում, բայց հասկանալով, որ մազի աճի փուլերը սինխրոն չեն, ես միշտ բոլոր իմ ծանոթ մասնագետին հարցնում, ինչ եք այդ ինտերվալով անում։ Ոչ մեկ ինձ հստակ չի պատասխանում։ Գուցե միջինացված թիվ է դա, միջինացված, որ այդ ոչ սինխրոն աճելու պայմանը հաշվի առնելով միջին որևէ թիվ է, որ մազերի մեծ մասը աճած կլինի եւ իմաստունի կրկնել։ Ես այդ ձև կհաշվեի, եթե մարդ եկել է լազերային էպիլյացիա կանոնավոր սափրելուց հետո օրինակ։ Բայց եթե տվյալ մարդը նախորոք մի քանի տարի կատարել է շուգարինգ, ոսկ, այդ դեպքում ուրիշ ինտերվալով են մազերը աճում։ Այդ հաշվարկը դրայից չի համապատասխանում։ Դրա համար եմ ես ասում, երբ որ ես խորհրդատվություն եմ անում, ինձ համար շատ նշանակություն ունի նախկինում արված մազահեռացման մեթոդները։ Դրա հետ մենք կապում ենք, թե ինչ մոտավոր ինչ փուլով է մազերը աճում։ Որովհետև 3 փուլով են իրանք աճում։ Անագեն, կատագեն, թելոգեն, վերջերս քննարկվում է կինոգեն, էկզոգեն։ Դրանք լազերից հետո այն ամենակնած մազերն են, որոնց մասին դեռ շատ չի խոսվում։ Բայց ես ինտերնետում ավելի խորացված ինֆորմացիայի մեջ գտել եմ նման նյութեր, որոնք ինձ հետաքրել են, ուսումնասիրում եմ, բայց դրանց մասին շատ չի խոսվում առայժմ, բայց հետագայում կխոսվի հաստատ։ Եվ Անահիտ, քանի որ ասեղային էպիլյացիայով եք, չէ, դուք հիմնականում զբաղվում, այո, մեծ մասամբ, խնդրում եմ նաև այստեղ հաճախականությունը նշել։ Այ եկավ այցելուն եւ դուք մի շրթունքի վերևը կատարեցիք ու երբ եք խորհուրդ տալիս կրկնել դա։ Երբ ուզեն ամենակիչը 30 օր սպասում ենք, որ մեծամասամբ ամբողջությամբ չեն աճում, ամբողջությամբ 40 օր հետո միջինով, էլի այդտեղ կապ ունի նախկինում արված մեթոդները, բայց ասում եմ 30 օր հետո երբ ուզեք, երբեք օր չեմ գրանցում։ Չեմ ասում, այսինքն եթե սկսեն Երևալ, հա, երբ կարևորը 30 օր անցնի, երբ անեն արդյունք կլինի։ Իսկ եթե 3-ից 4 ամիս մեկ անեն, ավելի մեծ արդյունքներ կլինի։ Բայց դեմքի դեպքում հասկանում ենք, որ մարդիկ չեն կարող 3-4 ամիս սպասել։ Մարմնի դեպքում մարդիկ սպասում են ու լավ արդյունքներ են գրանցվում։ Եվ մի այսպիսի հարց, ինչ տարբերակ խորհուրդ կտաք հենց ամառվա սեզոնին։ Հիմա ամառ է, շոգ է, արևը գնալով թեժանում է, այստեղ արևայրուքի, ծովի տարբեր հանգստյան տեղեր գնալու խնդիր ունենք եւ որոնց դիմել լողազգեստ հագնելու համար։ Կարծում եմ մեծ մասամբ հենց նախորոք են պատրաստվում։ Մազահեռացումները սկսում են աշնանը, մինչև գարուն ձմեռ, հա, ձմեռ գարուն արդեն վերջացնում են, որ ամռանը պատրաստ լինեն, շատ քիչ մարդիկ են հենց ամռանը սկսում, ովքեր էլ որ ամռանն են օգտվում, շուգարինգ, ոսկ, հա, նման մեթոդներից են, որովհետև եւ լազերի դեպքում եւ ասեղային դեպքում մաշկի տաքացումից
քրտնարտադրությունը ակտիվանում է, անցքերը խցանվում են, ֆոլիկուլիտա ձևավորում եւ այլ կողմնակի երևույթներ են առաջանում, բացի արևի պիգմենտացիա, մարդիկ ուշադրություն չեն դարձրել, բայց հիմա հաճախորդները նկատած կլինեն, որ էպիլյացիայից հետո գրգռվածություն, կողմնակի երևույթները մեծանում են, երբ որ շոկ է լինում։ Քրտնելը խանգարում է մազահեռացումից հետո, առավել եւս, որ ցավոք սրտի հայրը խնամքին կարևորություն չեն տալիս, թե ասեղայինից հետո, թե լազերայինից հետո, ասում են իմաշկը լավ արագ վերականգնվում է, ոչ մի մեթոդ չի, խնամքի ոչ մի տեսակից չեն օգտվում, ու կողմնակի երևույթները շատ ենք նկատում, այդ մասին շատ չեն խոսում, ամաչում են, բայց տարածված են այդ կողմնակի երևույթները, այսինքն ուշադրություն պետք է դարձնել մազահեռացումին ընտրելուց հաշվի առնելով եղանակային առումով, որ կարող են կողմնակի այլ երևույթներ առաջանալ, բացի պիգմենտացիայից։ Իսկ ասեղային էպիլյացիայի դեպքում որոնք են նորմայի մեջ կողմնակի երևույթները, օրինակ, շատերը նշում են այդ սպիտակ կետիկների առաջանալը, շատերը նշում են կարմրածությունը ուղղակի կամ կետերով այրվելը, այ որն է նորմալ եւ որը նորմալ չէ, ու վկայում է, որ մասնագետը միգուցե ճիշտ չի աշխատել։ Կարմրությունը իհարկե նորմալ է, որովհետև դա պաշտպանական ռեակցիա է, արյան կուտակում է տեղի ունենում այդ հատվածում, քորը նույնպես նորմալ է, հիստամին է արտադրվում, իսկ սպիտակ կետիկները առաջանում են հիմնականում սպիտակ ցանը, այդպես ասենք, առաջանում են յուղոտ հատվածում, այն մարդկանց մոտ, ովքեր մաշկը մշտապես չեն շերտազատել, ունեն մահացած բջիջների շերտ, որոնք որ էպիլյացիայից հետո խառնվում են ճարպի հետ ու առաջանում է ֆոլիկուլիտ։ Այստեղ խնամքը շատ կարևոր է։ Շատ տարածված է վզի հատվածում, երբ որ մազերը կպնում են, որովհետև մեր մազերը ամենաարագ կեղտոտվող հատվածն են գլխի։ Եթե մենք լավանանք, մի ժամ հետո իրենք շատ կեղտոտ կլինեն։ Կպնում են մաշկին, կեղտոտում են։ Բարձը պետք է փոխել, ասենք սպիտակ եղեն է, հա, սրբիչ, բարձերես, հա, պետք է մաշկը մաքուր պահել, օգտագործել հակասեպտիկ լուծույթ, բայց ոչ լևոմեկոլ, պանտենոլ, նման յուղային հիմքով նյութեր, որոնք էլ ավելի են գրգռում, մեծամասամբ մասնագետները այդ սխալ պրոդուկտներն են խորհուրդ տալիս, ավելի են գրգռում ու այդ խնդիրը ավելի արտահայտվում։ Ահա, իսկ պրինսիպկա կոչվածը ես դեմ եմ, շատ մասնագետներ դեմ են։ Տալկը կա վերականգնող փոշի հիմա արդեն։ Այդ կարող ենք օգտագործել, եթե խոնավ հատված է։ Չոր հատվածներում պետք չի օգտագործել։ Իսկ պրինսիպկա ասվածը նույն ցանափոշին է, չէ՞, ինքը խցանում է։ Իր մեջ այնպիսի բաղադրություն է, որ լցվում է անցքերը, մազերի, որտեղ որ մենք հեռացել ու հնարավոր է խցանում առաջանա։ Բացի այդ, այստեղ նաև ավելացնեմ կոմֆորտի տեսանկյունից, որ հաճելի չի պրոցեդուրայից հետո այդ պրինսիպկան չորացնում է։ Իսկ հիմա այնքան լավ պրոդուկտներ կան, որ կարող ենք ասել հաճելի հոտ կա, մաշկը հանգստանա, թարմություն լինի։ Համաձայն եմ, բայց երբեմն ասում են, թե այդ հին մեթոդները փորձված, տատական, այսպես ասած, ամենալավն են, ոչ թե փորձված, բժիշկների մեջ էլ կան, օրինակ ասում են, թելը մեր հին մեթոդն է, բայց եկեք ընդունենք, որ ամեն ինչ հիմա զարգանում է։ Հիմա կան լավ պրոդուկտներ, որ զարգացել են, իսկ այն հին ժամանակ հավանաբար էլի եղել է, մենք տեղյակ չենք եղել, որովհետև էլի եմ ասում Հայաստանում չկա ոչ մի կենտրոն, որ հենց մազահեռացման հետ կապված ուսուցում է կատա։ Մենք ընդհանուր կոսմետոլոգիա են սովորում, մի քանի ժամ տրամադրում մազահեռացման, սարքը վաճառում են, այդտեղ մի քանի ժամանոց դաս են տալիս, ու չկա այդքան խորացված գիտելիք, որ խնամքի պրոդուկտը ինչի համար է։ Եվ վերջին հարցն ուղեմ ասեղայինի վերաբերյալ, որ տարիքից կարելի է սկսել ասեղային էպիլյացիա։ Եթե բժիշկներին հարցնենք, կասեն 16-ից հետո։ Այո։ Բայց եթե ես հաշվի առնեմ հիմիկվա երիտասարդ աղջիկների դեմքի մազածածկույթը, որոնք որ բուլինգի թեմա են, որոնք որ առավել եւս որ հիմա ավելի արագ են զարգանում, հասունանում, ավելի շուտ ինքնուրույն դառնում, կարծում եմ ավելի ճիշտ է մազերից ազատվել 13-14 տարեկանի ծնողների թույլտվությամբ, մանրամասն զրուցելով, նախապատրաստելով, ոչ թե ասել գնա արա, այս է էֆեկտի, այլ ամեն հարցը քննարկելուց հետո արդեն որոշել, ընտրել, նորանել։ Լավ, շնորհակալություն, հուսամ կհետևեն մարդիկ այս ցուցումներին եւ խնդիրների առաջ
չենք կանգնի տարբեր մեթոդներից, ինչը իսկապես շատ արդիական է մեր երկրում։ Մենք զրուցեցինք մազահեռացման մեթոդների մասնագետ, բուժական կոսմետոլոգ Անահիտ Հարությունյանի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, շնորհակալություն հարցազրույցի համար եւ ցտեսություն բոլորին։